Դեր Հիսուսյանով ողջունեմ ձեզ, սիրելի եղբայրներ եւ քույրեր, եւ կշնորհավորեմ նոր տարին եւ մեր փրկին ծնունդը, որ հիշադակեցինք, թող Դեր Հիսուսի ներկայությունը ձեր կյանքը միշտ քաղցր բահե եւ անցեզ առաջնորդ է իր կամքի մեջ, որ բարի է, հաճելի եւ գադարյալ է։ Անցյալ ուրբաթ Նոր դարվա արիթով խորհրդածեցանք կամ խորհրդածություն արինք մեր դիրոջ արագին վրա, ինչպես շահարկել թրամը կամ ժամանակը եւ Ղուկասու 19-րդ գլուխին 11-ին 27 համարները գարտացինք, այսօր պիտի չգարտամ, սակայն պիտի շարունակենք մեր խորհրդածությունը այս ուղղությամբ։ Այնպես որ Ինչպես տեսանք, որ ժամանակը մեզի գդրվի եւ մենք պետք է օգտվենք եւ օգտագործենք ժամանակը, շահարկենք ժամանակը եւ գփապակին որ գարտակ ծեր դուներում մեջ Ղուկասու 19-րդ գլուխին 11-ին մինչեւ 27-ը։ Ուրեմն մենք պիտի շարունակենք ինչպես կրնանք ժամանակը շահարկել, օգտագործել։ Ուրեմն գարկ մգետեր հիշեցինք, այսօր պիտի շարունակենք եւ եթե դերը գամի առաջին Թեսաղոնիկեցված թուղթին մեկնությունը պիտի շարունակենք կալ ուրբաթ, այնպես որ հիմա այսօր պիտի տեսնենք հավելվածական գետեր մեր դիրոջ արագին շուրջ ժամանակը շահարկել։ Ուրեմն ինչպես կրնանք ժամանակը շահարկել։ Առաջին, երբ ամեն բանի համար շնորհակալություն կհայտնենք։ Առաքյալը գսե ամեն ադեն ամեն բանի համար գոհություն տվեք Աստծո ու Հորը մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն բանի մեջ գոհություն տվեք, վասնզի այս է Աստծո գամքը, գսե դարձյալ նույն առաքյալ առաջին Թեսաղոնիկեցիս 5-րդ գլուխի մեջ։ Քողունակ սրդին պատճառավ եկած օրհնությունները հիանալի են։ Քովափանություն, պաշտամունք, նվիրում, երանթով ծառայություն, ուրախություն, իսկ դրդունչը քանքադը այս բոլորը կանհետացնե եւ մարդուն հոգին գդրտմեցնե ու զինքը միշտ անդրամատիր գնե։ Իրավ է այն խոսքը, որ գսե շնորհակալ սիրտը ոչ միայն մեծակույն առաքինությունն է, հաբա ծնողը բոլոր առաքինություններուն։ Եվ մենք շատ պատճառներ ունենք Աստծո շնորհակալություն հայտնելու, քողունակ սիրտ ունենալու։ Շնորհակալ ըլլալ գախյալ է սրդիդ մեջ ինչ ունեցած ըլլալեն ու ոչ թե ցերքին կամ քրբանին կամ տրամադան մեջ ինչ ունենալեն։ Բողոս Աստծո շնորհքը մեծարել է գսե քոություն Աստծո անոր ամբադում բարգևին համար։ Երկրորդ Կորինթացիս 9:15։ Ուրեմն մինչ գաբրինք եւ այս նոր դարին արդեն սկսած ենք այս ժամանակի մեջ զոր դերը մեզի դված է, չենք գիտեր թե ամբողջ դարին պիտի գրնանք ամբողջացնել, բայց մենք ամեն օր հիշելու ենք Աստծո ամբադում բարգևը, Հիսուս Փրկիչը եւ շնորհակալություն հայտնենք, քողունակ սիրտ ունենալ, քողունակ սրդի մեջ քանքադը դեղ չունի։ Սիրտը երբ ամեն բանի համար Աստծո փառք կուտա, ան բատնե շինած գլա քանքադին դրդունչին թեմ, որ գուզե ներխուժել եւ մեր ներսիտին անդրամատրություն ստեղծել, մեր թեմքը խոժորեցնել, սակայն մեզ գագնգալվի որպես հավատացյալներ ամեն բանի համար շնորհակալություն հայտնել, քանի որ Տերը Փրկիչը մեզի հետ է։ Անորանը Էմմանուել պիտի գոչվի, որ կնշանակի Աստված մեզի հետ։ Այո, ան չէ խոստացած, Փրկիչը չէ խոստացած մեզ հերու բահել կյանքի փոթորիկներեն, սակայն խոստացած է փոթորիկներու մեջ մեզի հետ ըլլալ, եւ այս բավարար է մեզի։ Երբեմն
փոթորիկը խաղաղեցնելու համար մեզի հետ կլա, երբեմն ալ փոթորիկի մեջ մեզի հետ կլա, սակայն մեր սրտերը խաղաղեցնելու։ Երկրորդ ճշմարտությունը ժամանակի մասին, թե ինչպես մեզի դրված ժամանակը կրնանք շահարկել, երբ ամենադեն աղոտ կնենք։ Կգարտանք շարունակ աղոտքի հետևե եղեք, անոր մեջ արթուն մնալով քոհությամբ, Կողոսացիս 4:2։ Իսկ Եփեսացիս 6:18-ի մեջ ալ կգարտանք այս բոլորին հետ կսե աղոթեցեք եւ խնդրեցեք դեվապար, շարունակ, Սուրբ Հոգին օգնությամբ, ադոր համարալ արթուն հսկեցեք գադարյալ հարադևությամբ, աղոթելով բոլոր հավատացյալ եղբայրներուն համար, անշուշտ քույրերն ալ ներառյալ։ Ուրեմն աղոթ կնել։ Մարդոց մեջ աղոթքի մասին սխալ քաղաքարներ կշրջակային դժբախտաբար։ Ոմանք կգարձեն, թե աղոթքը հadouk մարդոց համար է, որոնք իրավունք ունին մատուցանելու այդ աղոթքը։ Հասարակ մարդիկ միայն իրավունք ունին լսելու այդ աղոթքը։ Ուրիշներ կգարձեն, թե աղոթելու համար հadouk վայրի մեջ պետք է գտնվիս, որոշ ժամ, որոշ օրը։ Ուրիշներ ալ կհավատան, թե բացարիք հավատք ունենալու ես, զոր ամեն մարդ չունի, շատ սուրբ ըլլալու ես, որբեսի աղոթես։ Ոմանք կսեն աղոթքը բարգև մնե ոմանց դրված։ Այս եւ ասոր նման քաղաքարները բոյևե սուրբ քրային հիմք չունին։ Եվ այս պատճառով շատեր չեն աղոթեր։ Աղոթքը սիրելներ ամենայն բարձությամբ Աստծո հետ խոսիլ է, ինչպես փոքրիկը իր հորը հետ կխոսի։ Աղոթքը որդի հայր խոսակցություն է։ Որդին իր օրեդ կխոսի բարեր կործածելով, իր կողմնակությունը գայտնե, բայց բոլոր բարիկներուն համար շնորհակալ եմ գսե իր հորը։ Միևնույն adեն նաև իր հորը պետքերը գայտնե եւ իր դրամատրությունը հնազանդելու հորը։ Հայրնալ իր որդին հետ կխոսի աստվածաշունչով, մեր բարակային այսպես է, որպես քրիստոնյաներ։ Եվ այս հաղորդակցությունը մեզի դրված մեծ առանձնաշնորհ է։ Ուրեմն մենք ժամանակը շահարգած գլանք, երբ գաղոթենք, մեր երկնավոր հոր հետ կխոսենք։ Երբ մեկը կսե ես չեմ գիտեր աղոթել, ասել գուզե ես չեմ գիտեր հորս հետ խոսիլ։ Երանի թե աղոթքի բարձությունը հասկանանք բոլորս եւ մեզի դրված ժամանակեն օգտվենք եւ խոսենք մեր երկնավոր հոր։ Երրորդ ճշմարտություն, ինչպես ժամանակեն գոկտվի կամ գշահարգենք, բարիք ընելով։ Գաղատացիս 6:9 գսե Քալով մեզի չցանցրանանք բարիք կործելը, որովհետև եթե հարադևենք անպայման, որ արդյունքը պիտի քաղենք իր ադենին։ Անպայման։ Քրիստոնեական վարդապետության մեջ բարեգործությունը գշեշտվի։ Պետրոս Արաքյալ երբ Կորնելիոսի դամ մեջ փրկության մասին գխոսեր, ըսավ Հիսուսը, որ Նազարեթ էր, զոր Աստված օձեց Սուրբ Հոգիով եւ զորությունով, որ բդդեցավ բարիք ընելով ու սատանայի բոլոր դանչվածները բժշկելով։ Դժբախտաբար, ինչպես աղոթքի, նույնպես բարեգործության նյութը սխալ հասկացված է շատերու կողմէ եւ գարձելով եզրակացություններու հանգած են։ Բարեգործությունը աստվածահաճո ծառայություն է։ Երբ անգպխի շիդակ աղբյուրեն, ուղիղ սիրտեն, երբ ան գկարավարվի Աստուծո ուզած ցևով, ձուր սիրտով բարիք ընողներուն համար Աստուծո թիրքը հստակ է։ Ամենս բիղծ բանի պես եղանք ու մեր բոլոր արդարությունները թաշտանի լաթիպես են։ Եսայա 64:6 Մարդուն սիրտը չար ու խաբեբայ է,
չար սիրտով Աստուծո համար բարիք կործել անոր ընդունելի չէ։ Ասիգա լավ պետք է հասկանան։ Պետք է սիրտը փոխվի վերստին ծնունդով, անոր հոգին գենթանանա։ Առաջ ճշմարիտ հավատք, ետքը բարեգործություն։ Հակոբոս Արաքյալ այս կշեշտե իր նամակի մեջ։ Աստուծո ընդունելի բարեգործությունը ճշմարիտ հավատքին արդատրած բդուղն է, որում մեջ մարդկային եսը մերած է։ Ճշմարիտ հավատքին արդատրած բարեգործություններուն մղիչ զորությունը Աստուծո սերն է, մաքուր սիրտն է, սուրբ շարժարիտն է։ Հարցը ես բարիք կգործեմ չէ, հարցը Աստված ինչպես գտիդե երբ բարեգործություն գնեմ, ուղիղ սիրտով, թե ոչ եսես մղված։ Ես այսրի, ես այդրի, աղկադի օգնեց եւ այլն եւ այլն։ Եվ հիմա ով Աստված թուն ստիպված ես զիս օրհնելու։ Ես միայն բարիք կնեմ, թունալ իմ աղոթքս լսելու ես։ Բարեգործությունով կամ ավելի ճիշտ եսեն մղված բարեգործությունով զասված բարդական ընել հբարդությամբ զայն կործի մղել գենթատրե։ Հբարդ սիրտով Աստուծո ըսել կուզենք կործդ ըրե։ Պետք է աղոթքս լսես եւ այս ցևը մերժված է։ Այս հոգիով եղած բարի կործերը աղդոտ լաթի կնմանցնե Եսայի մարգարեն։ Սակայն ճշմարիտ հավատքով խոնարհությամբ եղած բարեգործությունը զասված կործի կմղե եւ այս է ընդունելի անոր արչեւ։ Հակոբոս Արաքյալ ճշմարիտ հավատքեն ետքը գադարված բարի կործերու մասին խոսել է ետքը գսե ուստի ով որ բարին ընելը քիտնա ու չնե այն մեղք է անոր։ Հակոբոս 4:17։ Ուրեմն ինչպես պետք է ժամանակը օգտագործենք, շահարկենք բարի կործելով, աղոթք գնելով եւ նաեւ մեր դրամատրությունը, հնազանդությունը հայտարարելով։ Նաեւ վերջին ճշմարտություն մնալ հիշենք, ինչպես շահարկել ժամանակը Պետրոս Արաքյալ կպատասխանե այս հարցումին իր նամակի մեջ, առաջին նամակի մեջ։ Ուրեմն 1:17 գսե. եթե հայր կգոչեք ան, որ անաչար գերբով գտադե, իրավունք յուրաքանչյուրը իր կործերուն համաձայն աստվածավախությամբ ապրեցեք ծեր բանտղտության դարիները։ Ուրեմն ինչպես շահարկե ժամանակը Աստուծո վախով ապրելով։ Երբ Աստուծո վախով գաբրինք, մենք շահարկած կլանք ժամանակը։ Սակայն ինչ կնշանակի Աստծո վախնալ, Աստծո վախ ունենալ։ Աստուծո վախ ունենալ կնշանակի հարգել զասված ու անոր խոսքը։ Մեր ծրագիրներում մեջ անոր միտքը հասկանալ եւ թույլ տալ, որ ան մեզ առաջնորդե, ագանջ տալ անոր ցայնին եւ քլուխ ծրել անոր թելադրություններուն։ Հասկանալի լեզվով Աստուծո վախ ունեցողը իր խելքին փչածը չներ, հապա Աստուծո ըսածը գուզե անել։ Ուրեմն այսպեսով մենք ժամանակը շահարկած կլանք։ Այնպես որ դերը դա որ այս նոր դարին, որը սկսանք, առաջին շաբաթ անցավ, Աստված իմաստությունով օժդե բոլորդ եւ մեր նպատակը լալ ժամանակը շահարկել Աստուծո փառքին համար։ Աղոթենք անոր վախ ունենանք մեր սրտերում մեջ եւ այսպեսով դերը պիտի փառավորվի մեր բոլորի կյանքի մեջ։ Աստված օրհնե ձեզի եւ իր իմաստությամբ առաջնորդե բոլորդ։ Եթե դերը գամի կալ ուրբաթ պիտի շարունակենք առաջին թուղթին նամակը Պողոս Արաքյալին Թեսաղոնիկեցված ուղված նամակը։
Տերոջ խաղաղությունը ձեր բոլորին հետ լա։ Ամեն։